Ձերբակալվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդի Սեդրակ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց։ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Մեղադրանք են ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, փաստաթուղթ ֆորմալ, որի հետ կապված բովանդակային խնդիրներ ենք տեսնում բազմաթիվ, այդ թվում նաև նկարագրվածի հանցագործություն լինել կամ չլինելու հետ կապված։ Հիմա մնացած բաները արդեն հետագա փուլերում։ Ես ենթադրվում եմ, որ պետք է լինի, որովհետև ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար ռեժիմով, համապատասխանաբար այս պահին իրականում չունեմ ավել ինֆորմացիա, մոտ ժամանակ համապատասխանաբար արդեն ավելի դետալացված կներկայացնենք, մենք բոլոր գործերով ոչ մի բան չենք թաքցնում, ոչ մի բան ինչ-որ գաղտնի չի արվում, այսինքն ըստ անհրաժեշտության ուղղակի չեմ ուզում հիմա ինչ-որ բաների մասին խոսեմ։ Մինչ այդ աշխատակիցները խուզարկել են նրա առանձնատունը։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկության, տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնության պաշտոնեական դիրք օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր, ձերբակալվել է 6 անձ։ Դիմակավորված ԱԱԾ-ականները շուրջ 7 ժամ գործողությունից հետո հեռացել են Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանից։ Բնակարանում գտնվել են падգամավորի 3 անչափահաս երեխաները։ Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ Դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողով չկա։ Այսինքն դուք կապում եք ձեր այդ ելույթի հետ, այս գործողությունները դուք կապում եք։ Ընդհանուր, հիմա կոնկրետ այդ ելույթը, որ ասեմ առանձնացնեմ, միայն այդ ելույթի հետ չէ, այդ ելույթը կարող է ինչ-որ ավելորդ խթան ասացել, բայց նման ելույթներ այնպես չէ, որ առաջին անգամ ունեցել, ու ընդհանուր այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից։ Շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3։ Ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ըստ Լևոն Քոչարյանի պաշտպանի, առգրավվել են հուշանվերներ եւ գործի հետ կապ չունեցող իրեր։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում քննչական եւ բարութային գործողություններ են իրականացվում Orange Fitness ակումբում եւ Play City զվարճանքի կենտրոնում եւ ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Քննչական գործողություններ են իրականացվում նաեւ Piazza Grande բիզնես կենտրոնում եւ Toyota Yerevan ավտոսրահում։ Piazza Grande բիզնես կենտրոնում խուզարկություն է իրականացվել երգչուհի Սիրուշոյի Պրեգոմեժ ընկերության գրասենյակում։ Շենքի 1-ից 3-րդ հարկերում գտնվող տարբեր գրասենյակներ կապարակնքվել են։ Խուզարկության ընթացքում վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չի հայտնաբերվել, հայտնել է Պրեգոմեժ Production-ի փաստաբան Հակոբ Գուրեգյանը։ Վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։ Դա առաջի կարևոր արձանագրություն, որ պետք է անել այս իմաստով։ Եվ երկրորդը ինչպես տեսակ, չգիտեմ ոնց կոչեմ, էլի կապարակնքում կամ պլոմբում, ժողովրդական լեզվով որ ասում են, այդ գործողությունը իրականացվեց, սա քննչական մարմիններում նոր պրակտիկա է, երևի թե նախադեպը մինչև այդ չի եղել, բայց վերջերս բարբերաբար կիրառվում է առանց որևէ իրավական հիմքի վկայակցության, սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում, այսինքն քննիչը ֆիզիկապես արգելում է մուտքը որոշակի տարածք, մինչդեռ սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում եւ այն է դատարանի որոշումը։ Խորհրդարանում այսօր միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները չեն մասնակցում ազգային ժողովի նիստին։ Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին II-ին անվանել է աշխարհի կանոնով, ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։
Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են։ Այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար Կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում, հայտարարել է Պեսկովը։ If we are to be completely frank, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը կոչ է արել ավելացնել պատրիոտ հրթիռների մատակարարումները Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների սուր պակասի ֆոնին։ Նրա խոսքով ուկրաինացիների համար անհասկանալի է, թե ինչու են հարյուրավոր կյանքեր փրկող հրթիռները պահվում պահեստերում, այլ ոչ թե կիրառվում խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա հորդորել է գործընկերներին կայացնել միակ ճիշտ որոշումը եւ պահեստերում արկա բոլոր որսացող պատրիոտ հրթիռները փոխանցել Ուկրաինային։ Մելնիկը նաեւ հայտարարել է, որ Կիևը նախաձեռնում է գլոբալ կոալիցիայի ստեղծում, որի նպատակն է տասնապատիկ եւ ավելի մեծացնել հակաբալիստիկ հրթիռների արտադրությունը, կյանքեր փրկելու եւ հետագա հարձակումները զսպելու համար։ Today, at President Trump's direction, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության համաձայն ԱՄՆ գանձապետարանը մեկնարկել է Իրանի դեմ տնտեսական աննախադեպ ճնշման նոր արշավ, որը ստացել է տնտեսական մեկուսացում անվանումը։ تلاش زیادی کردن در طی Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Մադանիզադեն վստահեցրել է, որ Թեհրանը նախապես կանխատեսել եւ պատրաստվել էր այս զարգացումներին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր եւ մենք լիովին պատրաստ էինք, որ այս իրադարձությունները տեղի կունենան։ Միաբևեռ աշխարհը ավարտվել է եւ նրանք եւս մեկ անգամ կհամոզվեն դրանում։ Նրանք կտեսնեն, որ ընդհանրապես չեն կարողանա հասնել հաջողության, ասել է նա։ Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու վառելիքի ցիստեր տեղափոխող մեքենան։ Պատահարի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։ بسم الله الرحمن الرحيم ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հանել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից, որտեղ այն ներառված էր 1979 թվականից։ Որոշման վերացվում են տասնամյակներ շարունակ գործող տնտեսական եւ ռազմական սահմանափակումները։ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան շնորհավորել է ժողովրդին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ բարեկամ երկրներին ցուցաբերած աջակցության համար։ والسلام عليكم ورحمة الله وبركاته Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում հզոր տորնադո է մոլեգնում։ Աղետի հետևանքով ավելի քան 40 մարդ է տուժել։ 2 մարդ համարվում է անհետ կորած։ Կոստա Ռիկայում 2 րոպե ընդմիջումով տեղի է ունեցել 5.4 եւ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ։ Նրանց հաջորդել են տասնյակ հենցնցումներ, տուժածներ չկան։ Նորվեգիայում լուսանկարվել է հազվագյուտ սպիտակ հյուսիսափայլ։ Սովորական կանաչ կամ մանուշակագույն երանգների փոխարեն երկինքը պատվել է աստղային լույսի պես փայլող սպիտակ հաստ շերտով։ Արջը Մագադանի փողոցներով է շրջել եւ վազել։ Ըստ մասնագետների կենդանին իջել է անտառից, սակայն քաղաքային միջավայրից վախենալով կրկին վերադարձել է այնտեղ։